Մենք հանցագործությունների աճի մասին մենք պետք է հասկանանք, թե այդ հանցագործությունների աճի պատճառները որոնք են, թե որ հանցագործություններն են մասնավորապես աճել, արդյոք վտանգավոր հանցագործություններն են աճել, թե առավել նվազ վտանգավորություն ունեցող, սա կարծում եմ առանձին քննարկման առարկա է եւ ես ավելի երկարաժամկետ հարցազրույցների ժամանակ բարձրաբանումներ տալիս եմ այս իմաստով, նշեմ, որ մենք վերջի ժամանակահատվածում ունեցանք մի քանի հնչեղ սպանություններ, կարծում եմ, որ հանրության շրջանում հենց այս դեպքերը որոշակի տպավորություն ձևավորեցին, ինչը հասկանալի է եւ ընկալելի։ Այդուհանդերձ ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը իրենց առաքելության շրջանակներում անում են ամեն ինչ, որպեսզի հանցագործությունների դեպքերը կրճատվեն եւ բնականաբար, եթե թույլ տաք, այս պահին մենք եկեք ամփոփումներ չանենք, հա, եթե ընդհանրապես մենք պարբերաբար հանդես են գալիս տեղեկատվությամբ հանցագործությունների աճի կամ դրանց բացահայտման վերաբերյալ։ Եվ այո, տարվա ընթացքում կարող ենք ունենալ ինչ-որ ժամանակահատված կոնկրետ հանցագործության տեսակի աճ, ինչ-որ ժամանակահատված ունենանք տվյալ հանցագործության տեսակի նվազում։ Այս պահին ես կարծում եմ, որ ամփոփումներ պետք չի անել, համենայն դեպս ես կարող եմ վստահեցնել, որ մենք նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ կամ վտանգավոր մակարդակի հասնող հանցավորության աճ չունենք։ Ինչ վերաբերվում է ձեր կողմից տրված երկրորդ հարցին, նման տեղեկատվություն չկա, ես չեմ տիրապետում նման տեղեկատվության դժգոհություն չկա, ոստիկանությունը ներկայացնում են, որ Աթինե Սարգսյանը սպառնացել է ոստիկանապետին։ Նման այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, չեմ կարող պատկերացնել նման իրավիճակ, համակարգում դժգոհություններ չկան, համակարգը սինխրոն, նորմալ շարունակում կատարել իր աշխատանքները։ Եթե դուք նկատի ունեք մեր ձավանում տեղի ունեցած սպանության դեպքը, այդ դեպքով նախաքննություն է ընթանում եւ այս բանին ես որևիցե թարմացում ըստ էության չեմ կարող անել։ Ըստ էության ես տեղյակ չեմ, կներեք էլի, եթե թույլ տաք ես ձեր հարցին պատասխանեմ, հա։ Ես չեմ լսել որևիցե պաշտոնական հայտարարություն, որտեղ ասված լինի, որ դեպքը բացահայտված է ամբողջությամբ։ Ասված է եղել, որ դեպքը բացահայտված է նկատի ունենալով, որ հայտնի է կատարող անձը եւ հանցագործություն այն գործիքը, որը կատարվել է հանցագործությունը, հայտնաբերված է։ Բայց բոլոր հանցագործությունները բացահայտված հնարավոր է։ Չէ, ասվում է բացահայտված բոլոր եւ դրանից հետո կներեք, դրանից հետո շարունակվում է, որ մնացած հանգամանքները բարձելու ուղղությամբ ընթանում է նախաքննություն։ Ես տեղյակ եմ այդ պաշտոնական հայտարարություններին։ Որ 4 հոգի սպանել էր մեկ հոգի, այս դեպքի հետ կապված չկա։ Երկուսին սպանել է, հետո գնացել է, տվյալ դեպքով եւս ընթանում է նախաքննություն, կարծում եմ բոլոր հանգամանքները կպարզվեն, իսկ ներքին գործերի նախարարությունում այդ դեպքի կապակցությամբ եւ յուրաքանչյուր առանձնապես ծանր հանցագործության դեպք գրանցելուց հետո տեղի են ունենում ուսումնասիրություններ, որպեսզի հասկանալի լինի ոստիկանության ծառայողների գործողությունները արդյոք պատշաճ են եղել թե չէ եւ առհասարակ համակարգը ինչ կատարելագործվելու տեղ ունի այդ իմաստով։ Սա կներեք թույլ տվեք ես ասեմ, եւ առհասարակ եւ հանցավորությունը եւ հանցավորության դեմ պայքարը սա ընթացիկ վիճակ է եւ մենք այստեղ գրանցում ենք եւ հաջողություններ եւ որոշ դեպքերում ունենում ենք մի փոքրիկ անհաջողություններ։ Այս առումով էլ պետք է անընդհատ աշխատանքներ տանել կատարելագործվելու համար։ Լինում են դեպքեր, երբ որ նախարարությունը արձանագրում է, որ ինչ որ մի հարցով խնդիր կա, սխալ կա, դուք գիտեք, բազմաթիվ ծառայողական քննություններ են ընթանում, նաև դրանք հետևանքներ են ունենում եւ բազմաթիվ խրախուսանքներ կան, երբ որ ոստիկանության ծառայողները շատ պատշաճ եւ բարձր մասնագիտ պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած Ես հասկանում եմ, որ սպանություններին է վերաբերվում, եթե դուք կմատնանշեք մի երկիր կամ մի տարեթիվ Հայաստանի Հանրապետությունում, երբ որ չի եղել սպանություն եւ հենց այս տարի կամ այս ամիս են սպանում։ Ես ինտենսիվության տեսանկյունից ես ասացի, որ վերջի ժամանակաշրջանում մի քանի հնչեղ սպանություններ տեղի ունեցան, բայց քանակի իմաստով մենք կտրուկ աճ կամ վտանգավորության հասնող վիճակագրություն այս պահին չենք արձանագրում։ Անա Կրչյան, տեսեք, վերջի հարցը
Քանի որ ոստիկանական աշխատանքներից ենք մենք խոսում, օրինակ Գյումրիում վերջին դեպքերը շատերի մոտ այսպեսի տեսակետ հիմնավոր տեսակետ գուցե կա, որ եթե մի քաղաքապետի իրավապահները տանում են այդքան մեծ ոստիկանական ուժեր ներգրավելով, այսինքն մենք տեսնում ենք Գյումրիում ամբողջ քաղաքապետարանի շենքը, հրապարակը, ոստիկանական, ուրեմն մնացել են բաց մյուս տեղեր, այսինքն ոստիկանությունը մյուս տեղերում աշխատանք չի կատարում ըստ էության։ Բոլոր տեղերում էլ աշխատանքներ կատարվում են եւ որևիցե աշխատանք մյուս աշխատանքի հաշվին չի կատարվում, կներեք էլի։ Մենք բալասավորված ենք եւ մեր ուժերը եւ միջոցները գիտենք ինչպես հավասար բաշխել, որպեսզի արդյունավետ ծառայություն լինի, եւ այս իմաստով ասեմ Գյումրիի դեպքերով միայն քաղաքապետի ձերբակալման գործողություն չէր, ես եթե չեմ սխալվում, այնտեղ հարուցվել է եւս քրեական վարույթ, անկարգություններ հրահրելու իմաստով եւ այդ պարագայում դուք ոնց եք կարծում, ասենք ոստիկանական ուժերը ինչ քանակի պետք է լինեն։ Պրոֆեսիոնալները կարծում են, որ այն քանակի պետք է լինեն, ինչ քանակի որ կային, եւ եթե մենք գտնում ենք, եթե այդ քանակի չլինեին, հնարավոր է շատ ավելի մեծ մենք վնասներ ունենայինք։ Բիրտ ուժ Ես բիրտ ուժի մասին տեղեկություններ չունեմ, ունենք նախաձեռնված վարույթ, եթե նման դեպքեր եղել են եւ որևիցե ոստիկանության ծառայող որևիցե կներեք էլի ես ավարտեմ վարույթ կա նախաձեռնված եւ եթե կպարզվի որ որևիցե ոստիկանության ծառայողի գործողություններում եղել են կարգապահական կամ քրեական, հա, ինչ որ արարքի հատկանիշներ, վստահեցնում եմ ձեզ, որ այդ գործերը կունենան քննություն եւ ապացուցման դեպքում հետևանքներ։ Եթե կլինի այն հետևանքը, ինչը որ օրենսդրությամբ սահմանված է։ Շնորհակալություն, ես շատ շտապում եմ։